Իսկ դու գիտեիք, որ Tweet-ին տղա է։ Ողջույն բոլորին, այսօր ձեզ ներկայացնում եմ մի շատ հետաքրքիր տեսանյութ, այնքան հետաքրքիր, որ գիշերվա ժամը 2-ն է նստած նկարելու եմ այս տեսանյութը, որպեսզի վաղը առավոտյան ձեզ ցույց տամ։ Այսօր բացելու եմ միանգամից երկու թեմա, քանի որ մի տուփի մեջ գտնվում է երկու թեմա՝ Looney Tunes-ի Tweet-ի և Marvel-ի Spider-Man-ը։ Այստեղ ունենք երկու ամբողջական տուփ, այսօր բացելու եմ միայն մեկը, սա դնեմ մի կողմ, որպեսզի մեզ չխանգարի։ Այսօր բացելու եմ միայն սա, տուփի մեջ գտնվում է 24 Kinder Joy, 12 Tweet-ի և 12 Marvel-ի Spider-Man-ը։ Այս թեմային շատ վաղուց էի սպասում, երևի փետրվար ամսից, սա հնդկական արտադրության տարբերակն է և YouTube-ում նայում էի ու սպասում եմ, թե պետք է այս թեման հասնի Հայաստան։ Սա գնել եմ և 2 շաբաթ առաջ, սպասում էի, որպեսզի հարմար ժամանակ լինի և նկարեի։ Սա էլ ձեզ ցույց տամ տուփի մյուս կողմը, որտեղ նաև նկարված են որոշ ֆիգուրներ, բայց ես ձեզ հիմա առանձին ցույց կտամ։ Այո, այս տարբերակում Kinder-ը որոշել է մի տուփի մեջ դնի երկու թեմա, չգիտեմ դա որքանով է ճիշտ, որքանով չէ, քանի որ կարող է ինչ-որ մեկը ուզենա միայն Tweet-ին ունենա, ինչ-որ մեկ ուզենա միայն Spider-Man-ի, Marvel-ի Spider-Man-ը ունենա։ Այս դեպքում, եթե իհարկե տուփի մասն է խոսքը, հատավաճառ դեպքում արդեն ընտրությունը իհարկե մեծ է, բայց ես կընտրում եմ տուփը, որպեսզի կարծում եմ տուփով ավելի հավանականություն մեծ է լինում ամբողջական հավաքածուն հավաքելու և ես երկու հավաքածուն էլ կուզենամ ունենամ, բայց իհարկե առաջտեղում Tweet-ին է։ Kinder-ը որոշել է, որ Tweet-ին պետք է աղջիկների համար նախատեսված լինի, իսկ Spider-Man-ը տղաների, բայց ասեմ, որ Tweet-ի կերպարը տղա է, արական սեռի է, այո, և բավական մեծ տարիքով պապիկ է, 83 տարեկան է Tweet-ին, առաջի անգամ ներկայացվել է 42 թվականին, եթե չեմ սխալվում, այնպես որ բավական մեծ պապիկ է։ Նույնիսկ այս տարի, ասեմ, նոյեմբերին դառնալու է 84 տարեկան։ Ուրեմն, մինչև տուփի բացելը, հատուկ այսօր ես դրսում փողոցում նստել եմ, հավաքել եմ համացանցից, ինտերնետից ամեն յուրաքանչյուր ֆիգուրի նկար առանձին ներբեռնել եմ, քաշել եմ, հետո ստեղծել եմ այս կոլաժը, որպեսզի ավելի պատկերավոր լինի։ Նայեք ինչ գեղեցիկ հավաքածու է։ Կարելի ասել հրաշալի։ Այս վերջի ժամանակները այնքան շատ է արտադրում Kinder-ը այնպիսի հավաքածուներ, ֆիգուրներ, որը ես այնքան չեմ հավանում, շատ է արտադրում Funko-ների տարբերակներ, մեծ գլուխներ, ճիշտ է ինքը սկզբից հետաքրքիր էր, Stranger Things-ի տարբերակում էլ հետաքրքիր, բայց երբ որ մի բան ինքը շատ է արտադրում ու իրանը չի, արդեն դառնում է ոչ այդքան հետաքրքիր, ձանձրալի, նույնիսկ երբեմն ոչ ցանկալի։ Իսկ սա Tweet-ին հենց Kinder-ի դասական հավաքածուներից մեկն է։ Ուրեմն այստեղ 12 ֆիգուր է ամբողջական հավաքածուն, որից 8-ը Tweet-ին է, հիմնական ֆիգուրները, և 4 դոպ կոչվածներ, այսինքն հավելյալ ինչ-որ ավելորդություն կարելի ասել։ Չէի ուզենա ընդհանրապես լիներ սրանք, բայց դա ինքը որոշել է, որ պետք է լինի։ Նույնն էլ սա, Marvel-ի Spider-Man-ը, ուրեմն 8 հիմնական ֆիգուր և 4 էլի դոպ հավելյալ այստեղ թևնոցներ են երևի։ Ես երևի հարմարացնեմ այսպես, վերջում գնահատեմ հավաքածուները, չնայած արդեն տրամադրվածություն կա որոշակի, ավելի շատ ես Tweet-ին եմ հավանել, բայց Marvel-ի Spider-Man-ը էլ վատը չի։ Եկեք բացեմ մի անգամից ու սկսենք։ Այստեղից ենք բացում, ասեմ բավական լավ են սարքել, այնպես են սարքել, որ հանկարծ ինչ-որ մեկը որ բացի,
Այսպես։ Օպա, մեր հավաքած մի վարքյան պտտեմ։ Այսպես բացում ենք, սա մեր Tweet-ին և Spider-Man-ը, բայց այնպես այն, որ դուք էլ տեսնեք, մի րոպե, չեմ ուզում տուփը վնասեմ ճիշտն ասած, այսպես ամբողջական հանեմ, որովհետև հետո հավաքածուներս ես սիրում եմ հենց տուփի մեջ էլ պահեմ, այդպես ավելի լավ է, սա 1, սա 2, ավելի մոտից ձեզ ցույց տամ մեր Looney Tunes-ի Tweet-ին և Marvel-ը, սկսեցինք, բայց եկեք մի հատ ձեզ ամեն դեպքում ցույց տամ ես մեր Looney Tunes-ի գեղեցիկ փաթեթավորումները, 1, այսպես 2 և 3, ինչ-որ աղջկական կերպան է սարքել կեքս Looney Tunes-ի Tweet-ին, սա էլ մեր Marvel-ն է, այստեղ ամբողջը մի փաթեթավորում է, ամեն դեպքում թող այս նկարները այստեղ լինի, իմ համար էլ է այդ լավ կտեսնեմ, որից ինչ է դուրս գալի, սկզբից որոշել է ամեն մեկ առանձին բացեի, առանձին թեմաներ, բայց հետո որոշեցի հետաքրքիր կլինի, որ միաժամանակ բացենք, եկեք սկսենք, այս մեր առաջին ֆիգուրը դուրս է գալիս մեր Tweet-ին, տեսնենք որ Tweet-ին է, իմ ամենասիրած Tweet-ին, այո, եկեք առաջի ֆիգուրի դեպքում հատ ընդհանուր հավաքածուն թուղթը ձեզ ցույց տամ, այս մեր երաժիշտ 8-ից երևի առաջտեղում միշտ նայում եմ ես քանի օր է, նայեք ամբողջական հավաքածունը, 8 ֆիգուր, 4 հավելյալ դոպերը և մեր կիթառահար Tweet-ին երևի ամենաշատն է ինձ դուր եկել, մի վարքյան տեսնենք այս ոնց է, այսպես, հարմարացնում ենք, մատնայք ինչ գեղեցիկ է, հրաշալի ֆիգուրներ են, այս է կինդերը ինձ համար, այս տարվա լավագույն հավաքածուներից մեկը, բայց գլխի են գլուխը ծա գլխով արել, սրտիկի տեսքով են արել, ուրեմն առաջի, ուրեմն նաև ասեմ, որ յուրաքանչյուր ֆիգուր նաև ունի այսպիսի իր հետնամասում նկար, որը ներկայացնում է, սա էլ է գեղեցիկ, սա էլ է շատ սիրուն, որը ներկայացնում է այդ տաղավարը կարծես, այստեղ մենք ունենք ինչ, երաժշտական գործիքներ բնականաբար, քանի որ մատել ցույց տամ ու դնենք տեղը, այս գեղեցկությունը, այս հրաշքին, 1, նույնիսկ ես ընթացքում մտածում, իսկ եթե միայն այսօր մի թեման օրինակ բացեմ, միայն Tweet-ին, կամ երկուսն էլ բացեմ 12-ական, այսինքն 6-ական 12, տեսնենք այստեղ ինչ է դուրս գալիս, այստեղ դուրս է գալիս, եսիմով, այդքան եսիմով չի, Marvel-ի հերոսներից կամ չար հերոսներից է, նայեք, նույնը այստեղ, ուրեմն ունենք 8 ֆիգուր և 4 էլի հավելյալ ֆիգուր, ինչ է յանից ներկայացնում, ուրեմն ընդհանուր ֆիգուրն է սա, և այստեղ ինքը ունի կրակելու հնարավորություն, դնում ենք, այստեղ կարելի ասել իր թշնամին է, թե հակառակորդն է, կամ չգիտեմ, ուղղակի, և այսպես եթե դնենք, հարմարացնենք, ինք այստեղ ծալելու տեղ ունի, ես դա չեմ անի, պարզապես այսպես կրակում ենք, մատ փորձենք առաջին համար, ոպ,
կրակեց։ Այս մեր առաջին հերոսը։ Մի քիչ ամեն դեպքում ավելի ճիշտ կլիներ տարբեր թեմաների հետ չխառնեին։ Կրկնություն։ Չէ, կրկնություն չի։ Շատ լավ է, կրկնություն չի։ Տեսնենք ով է դուրս եկել, դուրս է եկել մեր կարդացողը։ Ուրեմն այսպես հարմարացնում ենք, հավաքում ենք։ Առանձնյալ թույթին իրականում ինքը ունի մեծ գլուխ։ Պատկերացրու մի հատ էլ թույթին սարքեին ֆանկով փոփ տարբերակը, ինչ կլիներ։ Այստեղ մեր երկրորդ թույթին է գրքասեր կարդացող, սա պետք է փակցնել գրքի վրա, այդ էլ չենք անում, թողնում իր տեղում։ Եվ ինչպես տեսնում ենք, նույնպես ունի մթնոլորտ լույսի տարբերակ առաջացնող բազկաթոռներ, շատ հարմարավետ տեղ, որպեսզի թույթի նստի եւ իր գիրքը կարդա։ Շատ սիրուն է։ Այսպես։ Անցանք երկրորդը Մարվելին։ Եվ եթե նայում եք, հետաքրքիր է, դուք եք կիսվեք, ասեք, որ տարբերակն է ձեզ ավելի շատ դուր գալիս, որ հավաքածուն, որ ֆիգուրները, ես հիմա հավաքում ու ընթացքում նաև մտածում եմ, թե ինչ կգնահատեմ, այս ավելի պարզ տարբերակն է, մեր երկրորդ հերոսը, որը պետք է կրակի ոչնչացնի ես ինչ մի հերոսի, բաց չի, կարծես թե պետք է մի քիչ արագացնեմ, շտապենք, դուրս եկա գալիս մեր առաջին կրկնությունը, մեր երաժիշտ թույթին Օպա, այս կրկնություն չի, սա նոր է։ Եթե ինչ-որ մեկը այս թեմայից տեղյակ է, կխնդրեմ գրեք, ինչ-որ մի բան, ինչ-որ նորություն, ինչ-որ մի բան գիտեք, որ մենք չենք իմանում, ես չեմ իմանում, քանի որ ինձ այդքան ծանոթ չի այս Marvel-ի հերոսները։ Հետաքրքիր կլինի թե, ահա առաջին դոպը։ Առաջին հավելյալ եսիմ ինչը։ Տեսնենք սա ոնց ենք հավաքում։ Շատ պարզ։ Պարզապես պետք է այստեղ սա դնենք, հարմարացնենք վրան։ Սա մեր թույթի սաներն է երևի։ Այսպես փակվում է։ Էսկավատոր է, տրակտոր է, չգիտենք։ Բայց իր հետ նաև կար պետք է լինեն այստեղ պիտակներ։ Ահա սա էլ իր պիտակները, որ պետք է թույթին երանության մեջ է, որ պետք է փակցնենք։ Այստեղ իհարկե ես չեմ փակցնի։ Տեսնենք ինչ է դուրս գալի Marvel-ից։ Պատկերացնում եք, ահա, կրկնություն մի անգամից դրինք մի կողմ։ Պատկերացնում եք, Kinder արտադրում է ոչ միայն Եվրոպայում, այլ նաև արդեն հիմա Kinder արտադրում է Չինաստանը, նորություն, Չինաստանը եւ Հնդկաստանը, ինչպես արդեն ասեցի, այս ով է դուրս գալիս, ինչ ծիծաղալու կերպարներ են ուրախ։ Լոգան ընդունող թույթին է մեր։ Այսպես հարմարացնում ենք
Եվ արջևի հատվածը։ Հենց սրա խոզանակի նայեք, հենց սրա դուշին նայեք։ Լավ էլ կոմֆորտ ապրում է մեր թույթին։ Հենց նայեք ինչ գեղեցիկ են սարքել։ Հենց նայեք ինչ մանրակրկիտ արած է։ Ոնց որ առաջին 12-ը վերջացնում ենք։ Այդ լավ է։ Ամենից ունեն քանի կկրմություն, մեկական, սա ով է, սա, հա, այս դոպերի մասն էի խոսում։ Ուրեմն սա նույնպես ունի պիտակիր հետ, որ պետք է փակցնենք այս հատվածին, տնենք այստեղ, այսպես, նայք, մտածված է նրա համար, որ եթե երեխայի ձեռքը փոքր լինի կամ մեծ լինի, կարողանան առաջի կամ հետևի անցքին հարմարացնեն։ Այսպես հարմարացնում ենք և երեխան ձեռքին ունում է զենք, որով կարա կրակի։ Բա տարբերակ չի, բայց որ ինքը արդեն ֆիգուր չի, դա արդեն լավ չի։ Ահա և թույթին։ Կրկնություն դուրս չի գաց թույթի։ Այսքան բացել ենք ընդհանրը 4 ֆիգուր։ Ահա, էլի դոպ, էլի հավելյալ հավաքածու։ Տեսնենք։ Ուրեմն սա այսպես յանը ամրանում, փակում է վրան, մեջը դնում ենք սա, որի սպիտակ թուղթը, բայց որ ուշադիր նայում ենք, այսպես թույթին է նկարած։ Վրան պետք է փակցնենք ուրիշ սրտիկ թույթիով և սա էլի թևնոց։ Այսպես դառնում է վերջ, դարձավ թևնոց։ Սա դնենք այստեղ դեռ։ Ահա, կիսվեց։ Բացվող ֆիգուրները կիսվեցին և դուրս է գալի, տեսնենք ով է դուրս գալիս, նայենք, կրկնություն է։ Դե լավ, թողնի կրկնություն։ Անցանք մեր երկրորդ 12-ին։ Սկսենք սիրելի թույթից։ Վաղուց չէր անդրադարձել, տեսնենք սա, հա, էլի մեր լոգան ընդունող խոզանակով թույթին։ Վաղուց կինդերը չէր անդրադարձել Looney Tunes-ին։ Looney Tunes-ի իմ ամենասիրած թեմաներից մեկն է, կրկնություն չի։ Շատ եմ սիրում այդ թեման Looney Tunes-ի։ Սա Spider-Man-ն է։ Ամեն անգամ ինքը դուրս է հանել տարբեր, մի ամբողջ հավաքածուն տարբեր ֆիգուրներից, տարբեր կերպարներից։ Սա ով է, ժողովուրդ, ասեք։ Ով է նայում այս մուլտֆիլմը կամ չգիտեմ անիմացիոն կինոն։ Տեսնենք 4 ֆիգուր ունենք։ Արդյոք տեսնենք հավաքենք ամբողջական հավաքածու։ Չէ, իհարկե չենք հավաքի։ Քանի որ 12, ինչքան է դուրս գալիս մեր ով է սա։ Կրկնությունն է, մի վայրկյան նայեմ։ Հա, խոզանակով լոգան ընդունող թույթին, էլի կրկնություն։ Քանի որ յուրաքանչյուր հավաքածու 12 ֆիգուրից է և այս տուփի մեջ 12-ական ջոյ կար ամեն մի թեմայից ու արդեն կրկնություններ են դուրս եկել, բնականաբար, ահա, նոր ֆիգուր։ Բնականաբար հավաքածուն ամբողջությամբ չենք հավաքելու, բայց մենք ունենք երկրորդ տուփը։ Այսօր չեմ բացելու այն, այսօր կսահմանափակվենք 24 ջոյով 12-ական ամեն թեմայից։ Այսպես, հա, մեկ ցույց տանք։ Բայց գոնե կեսի շատը հավաքենք, հիմա այս պահին թույթից ունեմ 5, նրանից ունեմ 6։ Կրկնություն։
թևնոց։ Այդքան կրկնություն լավ չի արդեն։ Այս մոխրագույն հերոսն է, կրկնություն։ Կրկնություն կրկնության հետևից։ Օպ, դոպ, բայց ոչ կրկնություն։ Սրանք մի քիչ զգույշ անենք, մանր ինչ-որ շատ բաներ կան, տեսնենք ինչ է։ Շատ պարզ տարբերակ է, այսպես հագցնում ենք իրար, ամրացնում ենք ականջով, այսինքն։ Այստեղ նույնպես պետք է փակցնենք պիտակները, մի խոսքով մենք ունենք 3 դոպ, թող մնա այստեղ։ Դրանց վրա չեմ էլ ուզում ցանկապես կենտրոնանամ։ Եթե ես հնարավորություն ունենայի ընտրելու, այնպես կանեի, որ այդ դոպերը չլինեն, էլի հավելյալ, բայց այս միջը դնենք հետևը։ Սա էլ է իրան պիտակ, բայց նոր տարբերակ։ Նույնիսկ սա է։ Եկել ժամանակ չվատնեմ, նույն ձևի, նույն տրամաբանությամբ, նույն սկզբունքով ամեն ինչ նույնն է, ընդհանրապես պետք է հագցնենք իրար, սա պետք է բերենք դնենք առջևում։ Տղաների համար թևնոցները, աղջիկների համար զարդեր, ականջով թևնոց եւ այլն։ Այստեղ իմ մոտ արդեն խառնաշփոթ է սկսվում, շոկոլադները։ Ես ձեր ինչն եմ ասել, այդքան դոպ կարելի է դնել մի տուփի մեջ։ Նոր տարբերակ, հիմա կտեսնենք։ Սա կարմիր տարբերակն է։ Այսպես դնում ենք ու վերջ։ Ինքն ունի բնականաբար պիտակ եւ ունի սա պիտակն է, սա էլ նա ում պետք է կրակի հերոսը։ Մնաց վերջին երկու հատը։ Եկեք բացենք սա, քանի որ սա ավելի շատ հավանել եմ, սիրում եմ Looney Tunes-ին։ Ահա, որտեղ է թաքնվել մեր գլխավոր հերոսը։ Պահել էին հատուկ այնպես, որ վերջում բացի մարդ ուրախանա, որպեսզի վերջում ուրախ վերջացնենք մեր տեսանյութը։ Գլխավոր հերոսը, Spider-Man, Սարդ մարդը, Չելավիկ-պաուկ։ Նայեք։ Այս ամբողջ հերոսների ճիշտն ասած, մենակ այս հերոսի անունը գիտեմ, Չելավիկ-պաուկ, Սարդ մարդ, Spider-Man։ Ինքը ումն աղբելու, ինքը ինչ-որ էլի հակահերոսի պետք է վերացնի աշխարհը փրկելու համար։ Եկեք սա դնենք ամենագլխավոր տեղում։ Եվ մեր Looney Tunes-ը մնաց վերջին։ Տեսնենք, ինչ է դուրս գալիս։ Ֆիգուր դուրս գա ու ոչ կրկնություն։ Շնորհակալություն։ Վերջի երկու ֆիգուրը մեզ ուրախացրեց, դուրս եկան ֆիգուր եւ դուրս եկան ոչ կրկնություն։ Լավ է, ուրախ, չնայած բնականաբար չհավաքեցինք մեր հավաքածուն, ես մի հատ էլ կհաշվեմ հավելյալ, այսպես 1, այսպես 2, ինչ փոքր կուսապարկա մեր թույթին, բայց, և տեսնենք ինչ նկար է հետևում, դպրոց, իհարկե դպրոց, ժամը 8-ն է, ժամը 8-ին դասերը սկսվել են և մեր թույթին գնում է դպրոց, ուրեմն այսպես,
Բացեցինք, ինչպես տեսանք, միասին բացեցինք, 25 րոպե արդեն անցել։ Շատ եմ խոսացել աչքիս։ Ում բացեցինք երկու թեմա, Looney Tunes, Tweety եւ Marvel-ի Spider-Man։ Դուրս եկավ 2-4, ընդամենը Tweety-ից դուրս եկավ 2 ֆիգուր եւ 3 ամբողջական, չէ, կներեք 4 հատը 3 հավելյալները ունեցանք, 4-ը դեռ պետք է հանենք։ Իսկ Marvel-ի Spider-Man-ից ունենք 6 ֆիգուր, 2-ն է պակասում եւ 3, էլի 3 այնտեղ թևնոցներ։ Այստեղ ձեզ ամեն դեպքում ասեմ, ինչ ունեցանք։ Հալիովը չունենք։ Սա վերջում դուրս եկավ 1, սա 2, սա 3, չունենք, ունենք նաև Logan Knogը եւ չունենք մեր խոհարարին։ Այսինքն 8 ֆիգուրից ունենք 4-ը, կեսը, եւ հավելյալներից ունենք 1, 2, 3, այս մեծ հավելյալ երևի դա վզնոց է, կամ չգիտեմ ինչ է, դա չունենք։ Այստեղից ինչ ունենք, ինչ չունենք։ Սա վերջում էլի դուրս եկավ, ունենք, չունենք, ունենք 3, 4 ունենք, 5 ունենք, 6 ունենք։ Այսինքն այս երկուսը սպիտակն ու այս խարտյաշը չկա։ Եվ թևնոցներից ունենք սևը, կարմիրը եւ սպիտակը, կապույտն է պակասում։ Marvel դեպքում ավելի լավ է հավաքածուն։ Եկեք ամեն դեպքում չեմ հավաքել, բայց գնահատենք Tweety-ն ինքը որպես հավաքածու, եթե ես հաշվի չառնեմ, որ այսպիսի հավելյալ հետները կներեք արտադրության համար զրուցիբիլ են դրել, այսինքն հավաքածուի հետ այդքան ինքը ներդաշնակ չի, ընդհանուր միայն ֆիգուրները միանշանակ 5-ից 5, 10-ից 10 եմ գնահատում։ Սրանք չեմ ուզում գնահատեմ, որ սա գնահատեմ իրանց հետ բավական վալեր կհանեմ։ Իսկ այս դեպքում բնականաբար գերազանց չի, 5 չի, նույնիսկ ես անկեղծ եթե լինեմ, արդար փորձեմ դատել, 4 էլ չի, լավ էլ չի։ Ինչ կարամ այս հավաքածուին մաքսիմում առավելագույնը 3, այսինքն բավարար։ Ծանոթ չէր այս հավաքածուն, ինչ Tweety-ն ես փետրվար մարտից գիտեի, ուսումնասիրում եմ YouTube-ներում, նայում եմ ու սպասում եմ, չգիտեի որպես սա դուրս կգա, մտածում էի ավելի հետաքրքիր բաներ կլինի, բայց դե էլի ոչինչ, բավարար 3 կարելի է նշանակել համեմատելով սրան, սա գերազանց։ Մյուս տուփը կբացեմ, բնականաբար այնտեղ արդեն եւի չեմ խոսա, կբացեմ ուղղակի որպեսզի ամբողջական հավաքածուն հավաքեմ։ Ու ցույց կտամ բայց դες։ Արդեն 2:30 մի բան անցել է գիշերը։ Այս անգամ այսքանը, հուսով է հավանեցիք, միասին հավաքեցինք, Tweety-ն շատ լավն էր, այսօր 2026 թվականի հուլիսի 17-ն է արդեն, պետք է նոր հավաքածուներ գան, այս ֆուտբոլի կապակցությամբ ջոյեր պետք է որ լինեին, դեռ չեն հասել Հայաստան, այնտեղ ամեն երկրի դրոշներով այդ ֆանկոփափերի տարբերակներով ֆիգուրներ էին դուրս գալու, որից մի տեսակ արդեն հոգնել ենք այդ թեմաներից։ Օրը երևի ասեցի, այո, 2026 թվականի հուլիսի 17, այս անգամ այսքանը, առայժմ։